Այսինքն ուզում եք ասեք, որ ոստիկանությունը ինքնագործունեությամբ է զբաղվել եւ վերևից հրաման չի եղել։ Չգիտեմ, վերևից հրաման եղել է թե չէ, ուղղակի ես փաստ եմ արձանագրում, որ եղել է անհամարժեք ուժի կիրառում։ Ես այսօր համեմատություն արեցի կայացող օպերացիայի հետ, որ իրականացրել են խորհրդային պահչիչ ուժերը եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ը Գետաշենում, Գետաշենի բնակչությանը արտագաղթելու, բռնագաղթելու ժամանակ, ու դա հեշտ պատահական չէ։ Այսինքն իմ համար տարբերություն չկա, ով է խախտում օրենքը, երբ որ ինքը խախտում է, ինքը դառնում է իմ համար անհամարժեք կամ համարժեք են խախտողի։ Այսինքն այս դեպքում դուք սխալ մարդու չեք բողոքում, սխալ մարդու դեմ չեք բողոքում, դուք բողոքում եք ոստիկանության դեմ։ Չէ, մենք չենք բողոքում ոստիկանության դեմ, մենք կառավարությանը ասում ենք, որ ոստիկանությունը սենց արարք է իրականացրել։ Ու կառավարություն չի գիտի, ես ձեզ որ ոստիկանությունը տենց արարք է իրականացրել։ Դե մենք հավելյալ տեղեկացնում ենք իրան, ոչ մենք կառավարության, այլ դատախազությանը, հատուկ քննչական ծառայությանը եւ ոստիկանապետ Վովա Գասպարյանին։ Ներողություն մի բան էլի հարցում, հենց նոր կառավարությունը որոշում ընդունեց 3 տարի ժամկետ սահմանել առավելագույնը, որի այդ ժամկետում պետք է հետկրպակները ապամոնտաժվեն այգուց։ Այս որոշումը ձեզ բավարարում է, թե չէ, մարդիկ օրենքը ընդունում են ու խոստանում են, որ 3 տարին առավելագույն է լինելու։ Մեզ այդ օրենքը այդ որոշումը չի բավարարում ու հիմնավորումները քիչ առաջ վարչապետին ուղված այդ, որ ես կարդացի այստեղ, 1 օր առաջ մենք մուտքագրել ենք իր գրասենյակ, այդտեղ նշված այն հիմնավորումները, որով այդ տեսակ որոշումը չի կարող մեզ բավարարել։ Ինչու՞։ Դե Որովհետև մի քանի տասնյակ տարեկան ծառեր կարող բավարարել մեկ հստակ պատճառով ձեր հարցին եք պատասխանում, որովհետև հանրային այգում չեն կարող, հանրային այգին չի կարող առևտրականացվել։ Տաղավարները, որոնք տեղադրվել են հանրային տարածքում, ապօրինի են եւ չի կարող կառավարությունը ապօրինության համար պատասխանատվություն կրել եւ չի կարող դրա համար մենք դեմ ենք այդ որոշմանը, եթե նույնիսկ դա ընդունել է եւ պահանջել ենք, որպեսզի ապամոնտաժեն անհապաղ տաղավարները եւ հանրային այգին վերադարձնեն հանրությանը։ Բայց ասեցին, որ աշխատանքային խումբ է ստեղծվել եւ իրավաբանների մասնակցությամբ այդ հարցը քննարկվել է, օրենքի խախտում չկա։ Ներեք մի բան, իսկ ինչ է նշանակում խոսք ենք տվել 3 տարվա ընթացքում ստեղ ընկերական փոխհարաբերությունները Ես ասում եմ, հստակ ձեզ ասենք, երբ որ իրենց խումբը ստեղծել են, լավ կնիանք հրապարակել իրենց որոշումը։ Երբ որ այն ժամանակը որոշենք, մենք մեր պատասխաններ պաշտոնապես կներկայացնենք, բայց ամեն դեպքում մեր պահանջը մնում է նույնը, որ այգին չի կարող լինել առևտրային, այն նա հանրությանը ենթարկվել, պետք է ապամոնտաժվեն եւ հանրային շահ պետք է լինի։ Բայց չէ՞ որ այդ շահույթը մուտքագրվելու է քաղաքապետարանի բյուջե։ Երբ որ քաղաքապետարան հստակ կներկայացնի հաշվետվություն, թե եկամուտ ստացել են, ժամանակ մենք քննարկենք։ Մինչեւ այսօր քաղաքապետարան չի ներկայացնում, թե ինչ ֆինանսական օգուտներ եւ ինչ եկամուտներ է ստացել ամեն ինչ։ Այսինքն ստացված եկամուտի չափից ելնելով դուք կարող եք հանրային տարածքը զիջել։ Ոչ, դա երբեք չի լինի։ Ես ուղղակի ուզում եմ նշել, որ հանրային տարածքները որևէ ձև չեն կարող ծառայել առևտրային նպատակներով։ Օրինակ նույն տրամաբանությամբ կարող է կառավարությունը որոշի, որ հրապարակես մեջտեղը տեղադրում է ժամանակավոր կրպակներ։ Մեզ ասում են ժողովուրդ ջան, ժամանակավոր է, մի տարի հետո հանում են։ Այդ ինչ լոգիկա է ու տրամաբանությունն է։